Հարցը տալիս եք իմանալու համար ես ինչ կարծիք ունեմ, ավելանում են կան թե չկան, այո կան եւ ավելանում են։ Եվ կարծում եմ մեր հասարակության զգալի հատվածը տեսնում է եւ համոզված է, որ այո կան Հայաստանի Հանրապետություն քաղաք բանտարկյալներ եւ նրանց թիվը գնալով ավելանում է։ Այսինքն սեպտեմբերի 26-ից արդեն գործողություններ են ընթանալու։ Մեր գործընթացների մասին նախորդ բոլոր լրատվամիջոցներին մենք հաղորդել ենք, թե ինչ ենք պլանավորում, ինչ ենք անելու, երբ ենք անելու, հետևաբար կհետևեք կտեսնեք։ Այսինքն հնարավոր է, որ 2026 թվականի ընտրություններին մենք այսօր ասել եմ, այո, մեր օրակարգը impeachment է։ Եվ դա պիտի տեղի ունենա մինչ 2026 թվականի ընտրությունները։ Ոչ, որ հարցը ուղղեցին, ասացի, որ չեմ ծանոթացել, հետևաբար կարծիք չեմ հայտնել, մինչև ծանոթանամ ինչ են խոսել, ինչ են ասել եւ ինչ հայտարարություն են արել։ Այսինքն դες պետք է ժողովրդի համախմբվածությունը, չէ՞ նաեւ։ Սկզբից ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ այո, եւ ժողովրդի համախմբվածությունը առհասարակ է պետք, ոչ միայն քաղաքական process-ների ժամանակ, առօրյա կյանքում էլ է պետք է համախմբվածություն։ Բոլոր երկրում տեղի ունեցող գործընթացների ժամանակ էլ է պետք է համախմբվածություն։ Առհասարակ մեր երկրի ապագայի համար էլ է պետք ժողովրդի համախմբվածություն։ Ես միշտ ասել եմ, երբ որ մենք համախմբված ենք լինում, մենք միշտ հաղթանակներ ենք ունենում։ Երբ որ պարակվում ենք, մասնատվում ենք, մենք միշտ պարտություններ ենք։ Հետևաբար բոլոր գործընթացների ժամանակ միշտ պետք է մեր ժողովրդի համախմբվածություն։ Եվ արդարացությունների դեզենք շատ։ Մեկ հարց է։ Այս պահին Վալոդա Գրիգորյանի սպանությունը դուք քաղաք եք ենթադրել։ Այսօր խոսել եմ Վալոդա Գրիգորյանի ընկերն է։ Հաջորդ բոլոր ընտրությունները, որոնց կազմակերպիչ հանդես է գալու շատ դաժան բան տեղի ունեցավ։ Ինքս երկրին պիտանի մարդ էր։ Ընտրական տրամաբանություն շատ ծրագրեր անկատար մնացին, բայց ես այն մարդը չեմ, որ 2018 թվականից չիմանալով ինչ-որ կարծիքներ հայտնել, թողեք թող քննությունը գնա կհասկանանք քաղաքական էր, քաղաքական չէր, անձնական էր, անձնական չէր, ճիշտ չեմ համարում, կոռեկտ չեմ համարում հիմա կարծիք հայտնել։ Անցումային կառավարությունը մի քանի ամսում պետք է առողջացնի քաղաքական միջավայրը։